Ողջույն սիրելի Facebook-յան ընկերներ, հայրենակիցներ, գաղափարակիցներ ջան։ Ուրեմն համացանցը sense թերթելուց տեսնում եմ, որ մեզ բոլորիս հայտնի դեմքերը, անուն ազգանունները իրական Հայաստանի իրական ուժեղ տղուց աբիժնիկ մնացածները այսօր որ Սուրբ Աննա եկեղեցում մի հատ երիտասարդ լկտի անդաստիրակ երիտասարդ իրեն թույլ տվեց ձերք մեկնի ձերք բարձրացնի Հայաստանի Հանրապետության վարչապետի վրա, որ իրավապահ գնահատականը չուսացավ եւ գնաց իր հետևից, ոմանք իրական ուժեղ տղուց աբիժնիկ մեզ բոլորիս հայտնի անուն ազգանունները սենց ոռնոցներուն դրել են, թե բայ քաղաքացին ազատ խոսք արտահայտվելու համար քաղաքացուն բերման են ենթարկում։ Սիրելի մարդիկ, ուրեմն տեսեք ես ինչ ա կատարվում։ Փաստորեն սրանք սենց մի հատ լկստված լակոտ-դուկուտներով սենց մի հատ խումբ կա, որ փողոցում իրենց անդաստիրակի նման են պահում, պետական պաշտոնյաներին հայհոյում, հետապնդում հայհոյում ուղիղ եթերներով, հետո էլ որ արդեն բռնում են տանում, հետո նորից բաց են թողում, բան գալիս են սենց ուղիղ եթերները սենց միացնում են, դեմները նստում են ու իրանց արած խուլիգանության համար մոսկուններ բան են անում, ասում են տեսեք մենք այնքան ուժեղ ենք, այնքան կանք, որ կարանք պետական պաշտոնյաներին հայհոյենք, հետապնդենք ուղիղ եթերը միացրած, մեզ ոչ մի բան չեն կարող ասեն։ Ու գնում են մի հատ փողոցում իրանց բիսեդքում հենց ջահելների հետ խոսակցության մեջ են մտնում, ասում են տղեկ տեսակ ես այնքան կամ, այնքան դուխով եմ, այնքան հնարավորություններ ունեմ, որ կարող եմ պետական պաշտոնյաներին հետապնդեմ, ազգային ժողովի նախագահ հետապնդեմ, հայհոյեմ, բան անեմ ու ինձ համար գույլա տնեմ։ Մարդիկ էլ սենց ասում են, արա դե հա էլի։ Ինչ ուզում են էլ ասում են, ոնց ուզում են ձևը վարվում են, ինչքան կարմիր գծերը անցած, անբարոյական խոսյութներ, բառապաշարներ կա օգտագործում են, որ սրանց բան չեն անում, արա կարող է իրոք սրանք ուժեղ տղա են, արա սրանք խզոր են, որ սրանց իրոք դեմը խաղ չկա, մի քանի հոգու վախնետ էս բռնում բան են անում, այսինքն իրանք համ լկտիություն թույլ տան, ու իրանք լկտության համար է գնան ուղիղ եթերների առջև նստեն ու մի հատ կուրաժի տնեն։ Ու ես մնում եմ զարմացած, ասենք այսօր Սուրբ Աննա եկեղեցում այդ խուլիգան լակոտի պահվածքի համար ինչ որ մարդիկ հայտնվում են, որ դրա խուլիգան պահվածք արդարացնում են, հա, ինչ որ մարդիկ էլ մի հատ սենց ասում են հերոս, հա, արա լավ հերոսը սենց սարքել եք բան մատի փաթաթան եք սարքել ու ինչքան լկտիություն կա կապում եք հերոսության հետ հերոսացնում, հա, մարդիկ կան հայտնվել են, որ այդ լակոտի պահվածքը եկեղեցում Աստծո տան մեջ այդ լակոտի պահվածքը որ ձեռա բարձրացնում Հայաստանի Հանրապետության լեգիտիմ վարչապետի վրա, ասես ձեռքը հարվածում, այդ կադրերում ֆիքսացա։ Հայտնվել են մարդիկ հերոսացնում են։ Ուրեմն այդ տեսակը, այդ քանի որ իրական Հայաստանի Հանրապետության իրական վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեփական ձեռք բերած արժեքները, հարստությունը թույլ չի տալիս, որ այդ տեսակին հենց տեղում նակազատ անեն, որ այդ տեսակին հենց տեղում այդ տեսակի տստանան, քացու տակցե ողնաշար ջարդեն եւ հենց այդ տեսակի կյանքը տեղում ավարտին հասցվի դրա համար գոյություն ունի օրենք եւ օրենքը պետք է տեսակին վարկյան առաջ իր գնահատականը տա հիմա բերման են ենթարկվել չէ բերման այսօր այն խուլիգանը որ ձերքա բարձացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա sense կուրաժիտ լինելով ու մարդիկ հայտնվել են որ այդ խուլիգան գյադու լակոտությունը խուլիգանությունը հերոսացնում են ասում են օй հերոս տղա Չէ տեղավորվում ոչ մի տեղ, հարգելի իրավապահ մարմիններ, բերման եք ենթարկել, այո, լավ եք արել, բայց այնպես չի, որ մենք էսա հեսիկ 5 րոպե հետո կամ 10 րոպե հետո պետք է համացածում տեսնենք, որ այս երիտասարդը, ով Սուրբ Աննա եկեղեցում իրեն թույլ է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի վրա, Հայաստանի Հանրապետության վրա ձեռք բարձրացնի, հայտնվել է ազատության մեջ, չի լինելու նման բան։ Ինքը Սուրբ Աննա եկեղեցում այդ սրիկա երիտասարդը, ով իրան լակոտի խուլիգանի նման է պահել եւ ձեռք է բարձրացել Հայաստանի Հանրապետության վարչապետի վրա, ինքը պետք է Հայաստանի Հանրապետությունում գտնվող ինչ որ մի հատ քրեակատողական հիմնարկների խցերում իր պատիժը կրի ու պետք է կրի ու կրելու է Աստված չտա այդ խուլիգանը հայտնվի ազատության մեջ գիժա ուրեմն տանում է գիժանոց գիժ չի
Ստասով չկա, բերել են այդտեղ, որ սադրանք հանի ու մի հատ էլ իրան թույլ տան, որ վարչապետի վրա ձերք բարձրացնի, ինքը պետք է դատվի։ Ինքը պետք է դատվի։ Գիտեք, սիրելի մարդիկ, ես գիտեմ, որ ներվայնացել եք լիքը մարդիկ կան, ես ցել եմ ներվայնացած, բայց անձա վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռք բերած, ուժեղ տղու ձեռք բերած արժեքները եւ հարստությունը, օրենքները, հեղափոխության արժեքները թույլ չի տալիս, որ դուք, ես, իմ նման մարդիկ, այդ ձև սրիկա գյադագյուդեքից հենց տեղումը ստանան եւ կանչեն ինչ որ մի հատ պատի տակ, այնքան քացու տակցեն, այնքան քացով ուտարներ հասնեն իր մարմնի վրա, որ մարմնի վրա սախտեղ չմնա, որ ողնաշարները սես մտնի թոքերի մեջ, քանի որ մենք հստակ գիտակցում ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռք բերած արժեքները դա թույլ չի տալիս, մենք էլ մեզ թույլ չենք տալ այդ արժեքն, ինչքան էլ որ դժվար է, ինչքան էլ որ դժվար է դիմանալը, ինչքան էլ որ անհնարին է, բայց մենք անհնարինը հնարավոր սարքող մարդիկս մեզ թույլ չենք տալիս այդ արժեքների, որով ոչ թե մենք վախում ենք, ոչ թե մենք բան ենք անում, չէ, Ժորժ, մենք բարձր հարգանքով ենք մոտիկանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեփական ձեռք բերած արժեքների վրա, բարձր հարգանքով ենք մոտիկանում եւ բարձր պատասխանատվությամբ ենք ենթարկում այդ արժեքներին։ Խի ասենք մեզանից ինչ որ մեկը կարա դուխով կամ համարցակ լինի, որ այդ տեսակին հենց տեղում հենց օրը գցեն, որ բերանը ծուրտիկ խոխին քերի ասի, այսինքն էշին քերի ասի։ Մեծ հաճույքով կանենք, բայց չենք կարա։ Անելու դեպքում էլ կեթանք կպատժվենք։ Անելու դեպքում էլ ես համոզված եմ անձատ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից չենք ներվել։ Դրա համար գոյություն ունի օրենք, օրենքը գնացել է այդ խուլիգանի հետևից, բերման է ենթարկել այդ խուլիգանինով ձեռք է բարձրացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա եւ օրենքով ինքը պետք է ամենախիստ պատժին արժանանա եւ կրիր պատիժը։ Չլինի այնպես, մեզ հունից չհանեք։ Մեզ հունից չհանեք, ես չհասկացանք, ազգային ժողովի նախագահային հետապնդում, հայհոյում, լկտի կարմիր գծերը անցած հայհոյանքները հնչեցնում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա են ձեռք բարձրացնում, ու ասենք բռնում տանում ու հետո կարող է նորից տենանք ազատության մեջ է, հա, պետք է կրի իր պատիժը, նա չպետք է, նա պետք դատվելու է, ու պետք է դատվի։ Աստված չանի, եթե հենց այդ սրիկան, ով Սուրբ Աննա եկեղեցում, ասում եմ պաշտոնապես, եւ իմ արարքների համար կանգնելու եմ օրենքի առաջ եւ կրեմ ամբողջ խստությամբ պատասխանատվությունս։ Կրելու եմ այդ պատասխանատվությունը։ Հիմա սա ուղղակի զգուշացում։ Այսօր այդ սրիկա երիտասարդը, ով Սուրբ Աննա եկեղեցում թույլ է տվել պետության վրա ձեռք բարձրացնի, եթե ինքը հանկարծ հայտնվեց ազատության մեջ, այդ ինքը խնդրելու է, որ իրավապահ մարմինները իրեն պատժեն։ Այ անգաժներու տողարեք ու ամենալրջությամբ ընդունեք։ Այդ բերման ենթարկել եք ու պետք է ինքը կրի ամենախիստ պատասխանատվությունը։ Ինքը պետք է ենթարկվի ամենախիստ պատասխանատվությամբ եւ պետք է Հայաստանի Հանրապետության ինչ որ մի քրեակատավական հիմնարկների խցերից մեկում ինքը պետք է կրի իր պատիժը։ Եթե ինքը կհայտնվի ազատության մեջ, այդ ժամանակ անձամբ ես իմ արարքների համար կրելու եմ պատասխանատվություն, գնալու եմ օրենքի առաջ կանգնեմ եւ պատասխանատվությունս կրեմ, հարգելի օրենք, մենք չենք կարող դառնալ խուլիգանների սադրանքի զոհ, մենք չենք կարող դառնալ ուղղորդված սադրիչների կողմից կազմակերպված խուլիգանության զոհը, մենք ձեզ ուղղակի խնդրում ենք, գործեք պատշաճ մակարդակի, ձեր ծառայությունը մատուցեք պատշաճ մակարդակի, ամենամեծ հարգանքով ձեր արտելի աշխատանքի նկատմամբ, ձեր ինստիտուտի նկատմամբ, ձեր առաջ չարած աշխատանքների նկատմամբ, ամենամեծ հարգանքով ձեր կատարած աշխատանքի նկատմամբ, մեզ ոչ խուլիգան կսարքեք, ոչ էլ մարդասպան։ Մենք մաֆիա չենք, մենք մաֆիային քաղաքակիրթ մակարդակով ոչնչացրած եւ հունիսի 7-ին վերջնականապես մաֆիային քաղաքակիրթ մակարդակով ոչնչացնող նորմալ անտիկվատ մարդիկ ենք։ Մենք խուլիգաններին քաղաքական մակարդակով ոչնչացրած եւ հունիսի 7-ին վերջնականապես եւ հավերժավիճան ոչնչացնող անտիկվատ մարդիկ ենք։ Եվ այդ խուլիգաններին վերցրեք ձեր ուշադրության կենտրոնում եւ այդ խուլիգանները թող կրեն օրենքի համապատասխան օրենքին տարին համապատասխան իրենց պատիժը։ Հանգարց այսպես կես ժամ հետո, մի ժամ հետո սենց համանցածը չթերթենք, պատահական տեսնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա ձեռք բարձրացնող երիտասարդը
Երիտասարդը ազատության մեջ է։ Դատարանը, դատավորը իրեն ազատեց։ Հանկարծ չլսենք, հարգանց չլսենք։ Հա ուշադիր անգաշներ հանգարց նման բան մենք չլսենք։ Այսօրվա այդ սրիկան, այդ հանցագործը, այդ խուլիգանը, որ բերանը ծուրտիկի խոխի այդ մաֆիան Մոսկվա բնակ օլիգարխ է, օտարի տասովչիկը, այս որ վարչապետից աբիժնիկ մնացած այդ տասովչիկները, այդ աբիժնիկները, սենց այդ խուլիգանին հերոսացնում են իրանց Facebook-յան էջերում, իրանց շտաբներում արդեն հերոսացնում են, ասում են, արես ինչ ուժեղ տղա ես, բա։ Եթե այդ խուլիգանը հայտնվեց ազատության մեջ, չկրեց իրենց պատիժը, բոլոլայ է լինելու քաղաքակիրթ մակարդակով։ Բոլոլայ է լինելու քաղաքական մակարդակով կադրերում ամեն ինչ պարզ երևում է կադրերում ամեն ինչ շատ պարզ երևում է որ Սուրբ Աննա եկեղեցում իշում այդ խուլիգան այդ քուչի խուլիգան այդ անդաստիրագլակոտ համարցակվում է ձեր բարձրացնի պետության վրա համարցակվում է ձեր բարձրացնի պետության առաջին դեմքի վրա եթե դա հայտնվեց ազատության մեջ չկրեց իր պատիժը ես չեմ պատկերացնում իր վիճակը ինչ է լինելու նաև իրեն արդարացնող մարդու վիճակը ինչ է լինելու քաղաքակիրթ մակարդակով այսքանով տեղավորվենք իրար հասկանանք իսկ մնացած բոլոր խուժաններին մենք ֆիքսել ենք արդեն մենք շատ լավ ֆիքսել ենք որ դուք դուրս եք գալիս տենց ուղիղ ետների արչև դες խուլիգանի նման պահում իմանալով հանդերձ որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեփական ձեռք բերած հարստությունը արժեքը թույլ չի տալու որ դուք ենթարկվեք սամասուդի ձեր ծնոտը տեղից ընկնի Իմ այդ ամեն ինչ իմանալով դուք ձեզ պահում եք խուլիգանի նման հետո եք գնում եք ուղիղ եթերների առջև նստում կուրաժիտ գալիս ասում եք տեսեք մենք այնքան կանք ինչ ուզում են անում ենք բայց մեզ ով կարա բան ասի ձեզ օրենքը պետք է ասի ձեր տեսակին ձեր որակին ձեր վարքագծին օրենքը պետք է ասի այդ տարբերակ չկա օրենքը պետք է ասի ու օրենքը կասի այնպես չէ որ դուք կարողանաք մեզ հունից հանեք մենք շեղվենք մեր արժեքներից, շեղվենք այն հորդորներից, որ մեր ուղեղում է, որ մեր սրտում է, օրը 24 ժամը մեր ուղեղի մեջ ֆիքսված է, եւ ամեն քայլ անելուց անձամբ ես այդ հորդորներն եմ հիշում, եւ այդ հորդորների հանդեպ այնքան բարձր հարգանք եւ պատասխանատվություն կա, որ չենք կարող այդ հորդորներից շեղվենք, ձեզ հասանելի ձևով ձեզնից ստանանք հենց այդ պահին, հենց այդ վայրում, հենց այդ ժամին, դուք այդ ամեն ինչը լավ գիտեք, շատ լավ գիտեք Թաքնվելով հորդորների հետևից ով անցնում է կարմիր գծերը ու իրան նման խուլիգանի նմանապահում օրենքի գնահատականը պետք է չուշանա Դուք մեզ չեք կարալու ձեր խուլիգանության զոհը դարձնեք նաև չեք կարալու մեզ հունից հանեք որպեսզի մենք ինչ-որ գործողություններ անենք դուք վազելով գնաք մեր վրա բողոքեք ձեր ուզած է դա որ մեզ հունից հանեք որ մենք ինչ-որ գործողություններ անենք, դուք էլ վազելով գնաք մեր վրա բողոքեք, չի լինելու նման բան, չի լինելու։ Ու պատճառը ինչ է, որ մենք ձեզնից վախենում ենք, պատճառը ինչ է, որ դուք ձեզնից ինչ-որ բան եք ներկայացնում։ Մենք լավ գիտենք դուք ով եք։ Պատճառը մեկն է։ Իրական Հայաստանի իրական վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորներն է։ Սեփական ձեր բերած արժեքներն է։ Եվ այնքան բարձր պատասխանատվությամբ ենք վերաբերվում այդ հորդորներին, այնքան հարգանքով ենք վերաբերվում այդ օրենքներին, այդ արժեքներին, այդ հորդորներին, որ մենք չենք կարող ուղղակի թռնենք այդ հորդորների վրայով եւ ձեզ համապատասխան ձևով ձեր պահելացի, ձեր պահվածքի համար ինչի արժանի եք, այն էլ ստանաք։ Միակ պատճառը ասում եմ հորդորներն է։ Այդ հորդորներն է։ Նա դուք պատկերացնում եք, որ այդ մի հատ գեղեցիկ օր այդ հորդորները 1 կամ 2 ժամով սենց անտեսվի ձեր կարգավիճակ ինչ կլինի դուք ձեր վիճակը ինչ կլինի դուք այդ ամեն ինչը պատկերացնում եք դուք պետք է պատժվեք այսօրվա սրիկան պետք է դատվի այսօր Սուրբ Աննա եկեղեցում այդ խուլիգանություն թույլ տված այդ երիտասարդը այդ ջահելը այդ գյադեն պետք է դատվի ու ինքը կդատվի Իրա որևէ քաղաքակիրթ մակարդակով չպետք է խնայվի, քաղաքակիրթ մակարդակով չպետք է ներվի եւ քաղաքակիրթ մակարդակով այդ սրիկան չի ներվելու եւ չի խնայվելու։ Դե թող իրան արդարացնեն, ասեն,
հոգեկան խնդիրներ ունացել, կամ չգիտեմ ինչ այլել, անկանոն շարժումներ արել ձերքը բարձրացրելա վարչապետի վրա։ Թող հելա որևէ մեկը թե հենց որոշում կայացնի ու թե հենց պատճառաբանություններ բռնելով այդ սրիկային ազատության մեջ թողնի։ Դե թող բախները փորձեն։ Աստված մեզ հետ ամեն ինչ լավ է եւ լավ է լինելու։ Սիրելի մարդիկ ջան, ձեր ջղայնությունները, ձեր ամեն ինչը տեսնում ենք, հասկանում ենք, զանգում ենք, շփվում ենք, ասում ենք, ձեր որդրում ասում ենք, հիմա էսա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեփական ձեր բերած արժեքների թիգունքում այս չմոնները պախված, sense լկտի բաներ են անում, հետո էլ մտնում են ուժեղ տղու կերպարի մեջ։ Էտա, բայց օրենքը արդեն այդ խուժանը օրենքի ուշադրության կենտրոնում է եւ համոզված ենք, վստահ ենք, որ օրենքը իր ասելիքը կասի, իր անելիքը կանի։ Աստծով ամեն ինչ լավ է եւ լավ է լինելու։ Սա նորություն չի, ցավտան եմ, որ այս գյադագյուդեքը, այս ոչ մի բաները վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեփական ձեր բերած հարստության թիկունքում պահկված տաղալամիշ են գալիս, մտել են տղու կերպարի մեջ, անբարոյականի նման իրենց սպահելով գործողություններ են անում, հետո էլ գնում գլուխ են գովում։ Մենք գիտենք, որ իրանք ինչի հետ է, ինչ հարստության, ինչ արժեքի հետև են պահկված։ Իրանք շատ լավ իմանալով, որ վարչապետը մարդասպան չի, մարդ չի սպանում, մարդ չի ծեծում, մարդ չի սամասուդանում, իրանք նման ձև են պահում։ Դուք պատկերացնում եք, բերանը ծուրտիկ խոխի կամ սերժիկի վրա որևէ մեկը կարողանոր ձերքը մեկներ։ Ձերք բարձրացրել։ Դուք պատկերացնում եք, ամենամեծ թիք են անգաճի կտորը կմնար։ Ամենամեծ թիք են։ Հենց ինչեր են անում։ Հենց իրանք ձեզ ոնց են պահում։ Հենց ինչ լակոտավար են իրանք պահում։ Ու ինքը գիտի թե ինքը պետք է ազատության մեջ ֆրֆրա, պետք է վայելի, իր արած խուլիգանությունը պետք է վայելի, իհարկե չի վայելելու։ Թող բերանը ծուրտիկ խոխեն, հայ մարդու այրունը ծծած եւ հայ մարդու այրան կարոտ մնացածը։ Թող հերոսացնի այս խուլիգանին։ Մերժված գյադեքը, թող հերոսացնեն, այս օտարի տասովչիկները, թող հերոսացնեն այս խուլիգանին, թող հերոսացնեն, մեկա բոլորի տեղը, ձեր արժանապատիվ տեղը, դուք գիտեք որտեղ է, ու դուք շատ կարճ ժամանակում ամեն մեկը ձեր արժանապատիվ տեղը գտնելու եք։ Հունիսի 7-ին հայ մարդը 10 տարիներով իր սպասված վրեժը քաղաքակիրթ մակարդակով լուծելու է մաֆիայից, հայ մարդը հունիսի 7-ին վերջնականապես մաֆիայի գործունեությունը լինելությունը, ոռնոսները, հաչոսները, sense կասեցնելու է, ոչնչացնելու է քաղաքակիրթ մակարդակով Հայաստանի Հանրապետությունում։ Հունիսի 7-ին հայ մարդը մաֆիային քաղաքակիրթ մակարդակով ոչնչացնելու է եւ այլևս հունիսի 8-ին առավոտյան ժամը 9:00-ին մաֆիան Հայաստանի Հանրապետությունում չի գործելու, որովհետեւ հունիսի 7-ին տասնյակ տարիներով հայ մարդու սպասված վրեժի ժամանակն է, օրն է, տասնյակ տարիներով հայ մարդու սպասված վրեժը հունիսի 7-ին վրա է հասնելու, որպեսզի հայ մարդը քաղաքակիրթ մակարդակով հունիսի 7-ին տասնյակ տարիներով սպասված իր վրեժը լուծի մաֆիայից եւ քաղաքակիրթ մակարդակով ոչնչացնի մաֆիային եւ հունիսի 7-ին մաֆիան Հայաստանի Հանրապետությունում, իրական Հայաստանի Հանրապետությունում քաղաքակիրթ մակարդակով կոչչանա, կեցե իրական Հայաստանի Հանրապետությունը, կեցե խաղաղությունը, կեցե իրական Հայաստանի Հանրապետության հավերժ լինելության հզորացման, զարգացման, ուժեղացման միակ երաշխավորը, այսինքն խաղաղությունը, կեցե հայ մարդը, որ ապրում եւ ապրելու է զարգացող, խաղաղ, երջանիկ, աշխուժացող իրական Հայաստանի Հանրապետությունում։ Կեցե հայ մարդը, որ հունիսի 7-ին վերջնականապես տասնյակ տարիներով իր սպասված վրեժը քաղաքակիրթ մակարդակով լուծելու է մաֆիայից եւ մաֆիային ոչնչացնելու է քաղաքակիրթ մակարդակով։ Մաֆիայի լինելությունը եւ գործունեությունը կասեցնելու է Հայաստանի Հանրապետությունում։ Կեցե ժողովրդին, կեցե ժողովրդավարությանը, մաֆիային։ Աստծով ամեն ինչ լավ է եւ լավ է լինելու։